Երևանաբնակ ու մարզերից մայրբուհ եկած աշակերտները տաղավարից տաղավար են անցնում, բնակիտական փորձեր անում, տեսնում անտեսանելին։ Ոմանք փափկամորթների անատոմիան են ուսումնասիրում, ոմանք էլ մարդու կմախքն ու սնկերի կառուցվածքը։ Հետաքրքրում է ինձ մարդու օրգանները, ոնց է մարդը ձևավորվում, ոնց է զարգանում, հետաքրքրում է այդ։ Հիմնականում հետաքրքրում է, բայց այդ տերմինները բանը մի քիչ բարդացնում է, բայց առհասարակ որ հասկանում է շատ հետաքրքիր է։ Երևանի պետական համալսարանում 5-րդ անգամ անցկացվում է բիոէքսպո ցուցահանդեսը։ Կենսաբանները դպրոցականներին ներկայացնում են կենդանի օրգանիզմների եւ շրջակա միջավայրի մասին գիտությունը։ Խաղերով, վիկտորինաներով, անգամ հյուրասիրությամբ փորձում հետաքրքրություն առաջացնել դեպի այս ուղղությունը։ Խաղերից մեկը տարբեր աղբամաններում տեսակավորել աղբը, մյուսը գրատախտակին երկու տարբեր քարտեզների վրա տեղադրել Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքները ըստ մարզերի, ինչպես նաև մեկ այլ քարտեզ ունենք, որի վրա տեղակայում են, որ բնության հատուկ պահպանվող տարածքն է ներկայացված։ Մեր նպատակն է, որպեսզի ուսանողները, դպրոցականները իմանան իրական պատկեր, թե կենսաբանության ֆակուլտետում ինչ կարգի ուսուցում է իրականացվում, ինչ հիմնական ուղղություններն են զարգացած, որպեսզի մասնագիտական կողմնորոշման ժամանակ այնպիսի ուղղություն ընտրեն, որոնք հետագայում պետք կգան իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Էքսպոյում իրենց կրթական եւ աշխատանքային առաջարկներն են ներկայացրել կենսաբանության ֆակուլտետի ամբիոնների, ոլորտի պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչները։ Այսպիսով բնագիտական ուղղությունն ընտրողները ծանոթանում են իրենց ապագա մասնագիտությանը, ուսումից մինչեւ աշխատանք։ Տարբեր կենսաբազմազանության առնչվող էկոլոգիական ուղղվածության, արդյունաբերական ուղղվածության, առողջապահության ոլորտի բոլոր ոլորտներից ընդգրկված գործատուներ կան։ 8-րդ, 9-րդ դասարանցիները հիմնականում գալիս են, որպեսզի կողմնորոշվեն ավագ դպրոցում ինչ ուղղություն ընտրեն։ Դեկանի խոսքով երիտասարդները կրկին սկսել են հետաքրքրվել գիտությամբ, դա փաստում են ինչպես ֆակուլտետի ընդունելության ցուցանիշները, այնպես էլ ամեն տարի էքսպոյի մասնակիցների մեծ թիվը։ Կարող է առաջին հայացքից թվալ, որ բնագիտական առարկաների հիմա այդքան էլ այսպես արդի չէ, բայց շատ մեծ քանակ են գրում, կարող եք տեսնել ինչ մեծ քանակի մարդիկ են գալիս տարբեր դպրոցներից, տարբեր հաստատություններից կրթական ու որպես կամավոր իհարկե շատ փոքր բարդ է այդ մեծ թվականակի հետ աշխատելը։ Վստահ են, ցուցահանդեսը հնարավորություն կտա երիտասարդներին ավելի լավ ճանաչելու կենսաբանությունը եւ հետագայում ճիշտ մասնագիտություն ընտրել։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։